Հոկտեմբերի 15-ին Արագածոտնի թեմի 12 հոգևորականի և թեմի առաջնորդ Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանին բերման են ենթարկել նրանց բնակարանները խուզարկելուց հետո։ Քննչական կոմիտեից հայտնել են, որ հոգևորականները բերման են ենթարկվել ծառայողական լիազորությունները կամ դրանով պայմանավորված ազդեցությունը օգտագործելով հավաքներին մասնակցելը խոչընդոտելու կամ հարկադրելու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննության շրջանակներում։ 2021 թվականի գրեթե բոլոր ցույցերին ընդդիմության ես մասնակցել եմ, բայց ոչ իմ ցանկությամբ։ Բա Վերադասի։ Հրահանգը եղել է, որ մանավանդ որ ես Երևանում եի ապրում, պետքա մասնակցեի բոլոր ցույցերին։ Այս հայտարարությունից հետո Իրազեկ քաղաքացիների միավորում հասարակական կազմակերպությունը հանցագործության մասին հաղորդում էր ներկայացրել դատախազություն, պահանջելով քննել Հովանավանքի հոգևոր հովիվ Տեր Արամ Քահանայի սեպտեմբերի 16-ին հանրային հեռուստաընկերության ուղիղ եթերում հնչեցրած հայտարարությունները։ Իրավապաշտպանները տեղի ունեցողը խնդրահարույց եւ ուղղորդված են համարում։ Այն ինչ մենք վերջին ամիսներին ականատես ենք լինում, դա ուղղակի քրեական գործերով մարդկանց լրացնելու, ճնշելու միտում է Հայաստանի Հանրապետությունում, ինչը վտանգավոր է։ Վարչապետի պաշտոնական էջով, որը իր պաշտոնե էջն է, ամենավերջին գրառումները կարող են տեղի ունենալ խախտումներով, դա մնա անպատասխան, բայց ցանկացած այլ պարագայում համապատասխան որակումներով տեղի ունենա եւ քրեական գործեր հարուցվեն։ Սա է հիմնական խնդիրը, որ քրեական արդարադատությունը այսօր օգտագործվում է միակողմանի, դարձել է մահակ, զսպման գործիչ, որոշակի շրջանակների կամ լրացնելու համար։ Սարսափելի է, որ պաշտպանական իրավունքից են զրկվել հոգևորականները, բերման ենթարկելուց հետո ոստիկանության քննչական կոմիտեում նրանցից մեկին Տեր Փարենին 7 ժամ պահել են ոստիկանությունում եւ հնարավորություն չի ունեցել փաստաբանի հետ շփվելու։ Սա խայտառակ վիճակ է։ Հասկանալի է, որ այս ամեն ինչը ղեկավարում, կազմակերպում է մեկ մարդ, դա Հայաստանի Հանրապետության վարչապետն է, ակնհայտ է, որ նրա ցուցումով են կատարվում։ Իրազեկ քաղաքացիների միավորում հասարակական կազմակերպության ղեկավար Դանիել Յոաննիսյանի խոսքով, իրենք նաև իշխանության ներկայացուցիչների հետ կապված են հաղորդումներ ներկայացրել, բայց գործեր չեն հարուցվել։ Հանցագործության մասին հաղորդում ենք ներկայացրել եւ հետո պայքարել, որ գործ հարուցվի, այդպես էլ դա տեղի չի ունեցել Տիգրան Ավինյանի, Ալեն Սիմոնյանի մասով։ Այն որ չի հարուցվել, դա վատ է, եւ դա խոսում է դատաիրավական համակարգի անկախության դեֆիցիտի մասին, բայց գրեք, մենք մեր մասով մեր գործը անում ենք։ Օրվա երկրորդ կեսին փաստաբան Արա Զոհրաբյանը հայտնեց, որ Արագածոտնի թեմի առաջնորդին մեղադրանք է առաջադրվել։ Առաջիկայում քննչական մարմինը միջնորդություն է ներկայացնելու դատարան նրան կալանավորելու համար։ Մայր Աթոռը տարածած հայտարարությունում նշեց, որ հակաօրինական այս գործողությունների պատճառով խոչընդոտվել է թեմի գործունեությունն ու ծիսարարողական կյանքը, խաթարվել հոգևոր հովիվների ծառայությունը։ Ամբողջատիրական համակարգերին բնորոշ նմանօրինակ բռնաճնշումների կիրառմամբ Հայաստանի իշխանությունները կոպտորեն ոտնահարում են կրոնական ազատության իրավունքը, վիրավորում հավատացյալների կրոնական զգացումները, շարունակում տարածել ատելություն, խորացնելով հանրային պառակտումը, ասված է հայտարարությունում։